Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Հովսեփ Խուրշուդյանի կողմից վարվող YouTube-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Ողջույն, Արեգ ջան։ Պարոն Խուրշուդյան, հայաստանյան քաղաքական դաշտ է մտել Ուժեղ Հայաստան կուսակցությունը կուշտ վարչապետ ունենալու խոստմամբ ինչպես եք մեկնաբանում։ Գիտեք, իմ մոտ այնպես տպավորություն է, որ այդ նորաստեղծ ուժի ղեկավարությունը մնացել է կալուգայում եւ կալուգայում նախընտրական արշավ է կազմակերպում։ Ոնց որ թե լավ չեն ճանաչում մեր հայրենակիցների հոգեբանությունը, երբ որ նման պրիմիտիվ բաներ են խոսում, այդ կուշտ ղեկավարների մասին կարելի է խոսել մի 10 տարի առաջ, 20 տարի առաջ, երբ որ այդ անկուշտները եկեզավթել են իշխանությունը եւ իրոք տեսած, ոչ թե կուշտ, այլ տեսած ղեկավարի կարիք ուներ երկիրը, տեսած եւ պետական շահերը իր անձնական գրպանային շահերից վերդասում։ Հիմա նման խնդիր չկա, եթե իրենք կարող են մեղադրել գործող իշխանություններին, ասենք, թալանի մեջ, երկիրը կեղեքելու մեջ, թող փաստեր ներկայացնեն, ես այդպիսի փաստերի տեղյակ չեմ։ Միջին ներքևի էշելոններում, այո, ինքս էլ բարբերաբար բարձրաձայնում եմ կոռուպցիոն ռիսկերի մասին, այդպիսի մի բարձրաձայնման պատճառով մի Բարձրաստիճան Պաշտոնյան նույնիսկ ինձ դատի է տվել, բայց Բարսագույն ղեկավարության մասին նման բան հենց որ իմանանք, անպայման կբարձրաձայնենք։ Այնպես որ հիմա իրենք ինչ են ուզում ասեն, որ Հայաստանը սարքեն գուբերնիա եւ կուշտ գուբերնատոր ունենանք, այդտեղ է կարևոր հարցը։ Շան գլուխ այդտեղ է թաքնված։ Կուշտ ինչ լինի։ Մեկ դրամով աշխատի, պարգևավճարներ չստանա, երկիրը զարգացնի, փոքր բիզնեսը հարկերից ազատի, 300,000 աշխատատեղ ստեղծի։ Ու մարդը $10,000 ամսական փող նվեր տա։ Համաձայն եք։ Դա էլ թող ավելացնեն, էլի։ Տենց ոսկե սարեր խոստանալուց չի կարելի մի անգամից տենց մի բան էլ խոստանալ բրծնել, մեկը չի անելու։ Այդքան բան խոստացողը այն ժամանակ, երբ որ իրեն էր պատկանում հայկական էլեկտրական ցանցերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանից գումար չէր գողանա, հասկանում եք։ Այդ ցույց են տվել, չէ, հերթով, թե սակագների պլանը ոնց են ստացել այդ հեծերի ղեկավարությունը այն ժամանակ։ Որովհետև այդքան բարձր սակագին եղել է միայն այն պատճառով, որ իրենք բռնել են իրենց հեծերին պատկանող մի տարած գրոշներով հանձնել են վարձով իրենց միազգականի կամ ծանոթի կամ բարեկամի, իսկ իրենց որ պետք էր տարածք, մեկ ուրիշ ծանոթ բարեկամից թանկով վերցել են։ Կամ ասենք սարքավորումները մի քանի անգամ ավելի թանկ ներկրել են, օգտագործել են։ Այդ լրիվ իմացանք, չէ, ու գաղտնի չեն կարողանալու պահել։ Հետո այդ ամեն ինչը անողը հիմա եկել է ինչ-որ ազնվությունից է խոսում, անշահախնդրությունից է խոսում, 1 դրամ աշխատավարձից է խոսում։ Կարող է այդ 1 դրամ աշխատավարձը ինքը ստանալով զուգահեռ շարունակելու այդպես հարկերի մեջ մտնելով, սակագների մեջ մտնելով դրա միլիարդապատիկ, այդ մի դրամի միլիարդապատիկ ավելի շատը մեր ժողովրդից վերցնի։ Ես գոհ եմ, գիտեք, ես ավելի ուրախ կլինեմ, որ լավ ղեկավարները ստանան պարգևավճարներ, որը որ այդպիսի խոշոր գումարներ չեն, հա, ինչպես որ պարոնը ժամանակին հեծերի ղեկավար լինելով, սեփականատեր լինելով ստացել է ժողովրդից գումարային առումով, տասնյակ միլիոնավոր դոլարների առումով։ Վերջո ցանկացած երկրում էլ ղեկավարները, որոնք մեծ պատասխանատվություն են կրում իրենց կայացած որոշումների համար, հազար ու մի գայթակղության են ենթարկվում հերիքի նաև խնդիր ունեն նաև կոմունիկացիայի մեջ, հա, ադմինիստրատիվ ծախսերը իրենց նաև պատշաճ ներկայացնելու համար եւ նաև ուրիշ բանի մասին չմտածելու համար զուտ իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու։ Մի բան, որ հեղափոխությունից հետո անմիջապես կարող էր տարօրինակ թվալ եւ իրոք այն ժամանակ դրա մասին չէր պետք մտածել, բայց հիմա երբ որ արդեն հետ հեղափոխական շրջանում ենք եւ տեսնում ենք, որ շատ պաշտոնների մասնագետները չեն ուզում գնան ուղակի։
Տեղյակ եք, որ միջև հիմա էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը թափուր է, որովհետև չեն կարողանում մարդ գտնել, մասնագետ գտնել, որ այդ աշխատավարձով գնա աշխատի։ Հիմա այդ մարդիկ պետք է առաջարկեն մենք մեկին կգտնենք, կգնաք աշխատի մի դրամով, բայց թե ընդ լավ ինչ գործեր կանի, տասնապատիկ, հազարապատիկ, միլիոնապատիկ ավելի շատ ինչ գումարներ, առանց ժողովուրդը չի տենա դրա մասին։ Հենց տակից կանեն, որ այդ գումարները փաստացի կպակասի բյուջեից, փաստացի կպակասի մեր ժողովրդի բարեկեցությունից, բայց ժողովուրդը չի տենա, այս տեսանելին կլինի, որ տեսեք աշխատավարձ չի ստանում։ Այդ ֆինտուֆլյուշկեք, այդ ֆոկուսները վաղուց արդեն չեն անցնի Հայաստանում։ Մարդիկ արդեն ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Պարոն Խուշուջյան, ինչ ռիսկ կա, երբ որ խոշոր գործարարի բյուջեից է տալիս աշխատավարձ եւ պետական միջոցները տնտեսվում են։ Ես ասացի ինչ ռիսկ կա։ Հենց ուղիղ ռիսկը դրանում է, որ ինքը շարունակում է իր բիզնեսը անել, ուղղակի այլ ճանապարհներով։ Ուղղակի արդեն պետական լծակներ օգտագործելով։ Ինչի Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը նույնը չէին անում, բայց 100 միլիոնավոր դոլարները, որ կուտակել են, այդ գույքերը, որ sense հաշվում թվարկում դատախազությունը չի կարող այդ ավարտի այնքան մեծ ցուցակներ են յուրացրել, բայց որտեղից իրանք այտենց աշխատավարձով կարողացել են իրենց բոլոր աշխատավարձերը, բոլոր պարգևաճառները գումարեին իրար, մի բնակարանի գումար չէր հերիքացնի։ Ես ուրախ կլինեի, որ իրենք այդ պարգևավճարով եւ իրենց աշխատավարձով բավարարվողը լինեին։ Օրինակ ես հիմա ուրախ եմ, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները կարիք ունեն այդ աշխատավարձի եւ այդ պարգևավճարի, այլ ոչ թե ասում են, չէ, մեզ պետք չի դա, ինչ պարգևավճար, մենք անշահախնդիր կաշխատենք մի դրամով, որ գնան նստվերում թալանեն ժողովրդին։ Ոնց որ եղել է 20 տարի միջև այդ։ Դրա համար եմ ասում, բայց մինչ իրենք գան եւ մեկ դրամով աշխատեն, նախ պետք է կարողանան գրանցվել որպես տեխնացու, իրենց գրանցումը հաստատվի, ընտրվեն եւ նոր գան։ Հիմա այստեղ կոնկրետ Սամվել Կարապետյանի հետ կապված պաշտոնապես հայտարարվեց, որ իրենց վարչապետի տեխնացուն է։ Կա խնդիր, նա չի բավարարում падգամավորի տեխնացուին ներկայացվող պահանջներին։ Հիմա իրենք ասում են, դե մենք կընտրվենք, մեր առաջի գործը խորհրդարանում կլինի փոխել այդ օրենքը, սահմանադրական ընդ որում, սահմանադրության հոդված է փոխվելու 148-րդ հոդվածը։ Սամվել Կարապետյանին կընտրեն վարչապետ եւ այդ հիասքանչ Հայաստանը մենք կունենանք։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Այստեղ ստացվում է, որ մեկ հոգու է համապատասխանեցվելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Դե հենց է դա, էլի դուք ձեր հարցին պատասխանեցիք, որ իրենք պատկերացնում են, որ իրենք կալու գայում են եւ կարող են տենց ինչ որ ֆոկուսներ անեն։ Այսինքն ինչ ասնակում, օրենքը խախտենք, մի հատ այդ օրենքի խախտմամբ թույլ տվեք մենք դառնանք падգամավոր, հետո այնտեղ արդեն կտեսնեք, թե հələ հարցը ինչ է, որ իրենք այդքան ձեն չեն հավաքելու, որ մի հատ էլ վարչապետ նշանակեն։ Բայց նույնիսկ падգամավոր լինելու համար պետք է օրենքը պահպանեն, չէ՞։ Իսկ օրենքը թույլ չի տալիս երկքաղաքացի, ել չեմ խոսում երրաքաղաքացի, ել չեմ խոսում մշտական 5 տարի Հայաստանում բնակություն չունեցած մարդուն գա այստեղ падգամավոր ընտրվի։ Հասկանալի է, որ այդ մարդուն այդ ցուցակում կամ այդ ցուցակը պետք է չգրանցեն, կամ պետք է ասեն, այս մարդը չի անպատասխանում, այս մարդուն հանեք, այս մարդկանց հանեք ցուցակից։ Եվ ավտոմատ ինքը լինելու է դուրս այդ ցուցակից դուրս, եւ ելի գնալու է այն ինչ որ սկզբից ասում են։ Դե մենք ինքը ճիշտ է քաղաքացի չի, բայց պարտադիր չի ինքը իշխանություն ունենա բան դե յուրե, հա, ասենք իրավական տեսակետից։ Ինքը փաստացի իշխանություն կունենա, այսինքն Իվանիշվիլի երկուս, էլի որ ստվերից կառավարի։ Երիկ չի օլիգարխ բիզնեսմեն ռուսական հպատակությամբ, հələ մի բան էլ ստվերային կառավարում իրականացնի Հայաստանում։ Էդ էլ մենակ մեզ մնացել, էդ էլ կգա։ Ուրախ առաջարկում են հիմա մեզ դա։ Չէ, բայց իրանք ասում են, այս փուլում Սամվել Կարապետյանը ցուցակում չի լինի, օրենքը կփոխենք, վարչապետի տեխնացու կառաջադրենք։ Չեն կարող, օրենքով, հա, սահմանադրությունն էլ կփոխեն, հա, իրանց ձևով ինչ ուզեն, իրանք պատկերացնում ինչ ուզեն կանեն։ Բայց գուցե դա Հայաստանի համար լավ լինի, պարոն Խուշուջյան, ինչու եք դուք այս գլխից բացասաբար տրամադրված։ Ձեր մեկնաբանությունը ո՞րն է։ Նարեկ ջան, մի դեմքով հարցերը ուղղակի հիացնում են։
Դե այնա որ Հայաստանի Հանրապետության ղեկավար պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Չի կարող Կիպրոսի քաղաքացին Հայաստանի Հանրապետության ղեկավար լինի։ Նույնիսկ եթե վերջի պահին հրաժարվում է այդ քաղաքացիություններից, օրենքի ցենզ կա, որ վերջի 4 տարին չպետք է եղած լինի քաղաքացի, որ մենք հաստատ իմանանք, որ ինքը այլևս ունի 1 հայրենիք, այլ ոչ թե 3 հայրենիք։ Ոչ թե օֆշորային հայրենիք ունի իդեմ Կիպրոսի, բայց երկարչկովին չի այդտեղի քաղաքացիություն ստացել, որտեղ Կիպրոսում փողերը լվանալ ավելի հեշտ է օֆշորների միջոցով, այնտեղ օֆշորային գոտի էր ամենայն դեպս ժամանակին, երբ որ ինքը այդ քաղաքացիությունը ստանում էր։ Ռուսաստանին էլ չասեմ, 1000 մի ազդեցության տակ է ռուսական կներեք, էլի հիմա նոր բացահայտվում է տարբեր բաներ, որ նաև քրեական խնդիրներ ա ունեցել եւ եկե դիմելա կաթողիկոսին, որ հետո միջնորդել է պատրիարք իրանց, չգիտեմ, Կիրիլը, ով է մի խոսքով, որ նա էլ միջնորդի իրավապահ մարմիններին, որ այդ քրեական հետապնդումները դադարեցնեն։ Այդպիսի հետագիծ ունեցող մարդը ուզում է գա Հայաստանը ղեկավարի, որ ինչ անի, որ հետո մի հատ նոր քրեական գործ Ռուսաստանում հարուցեն իր դեմ իր բիզնեսների մասով ու ինքը սկսի մեր Հայաստանի շահերը, տարածքները, ունեցվածքը տա հանձնի, մենակ թե իրան չկպնեն, իր բիզնեսներին չկպնեն, հետո էլ գաշի դե կարևորը ես մի դրամով եմ աշխատում, այդ մնացածը հետ, հա։ Բայց գուցե այնքան հայրենասեր է լինում, որ ինչպես հեծի վրա, այնպես էլ Ռուսաստանում գտնվող բիզնեսների վրա հանուն Հայաստանի Հանրապետության թքած է ունենում։ Այ եթե թքած ունի, ես դեմ չեմ, գիտեք, կարող է իրոք այդպիսի հայրենասեր մարդ է։ Դե թող մի հատ այդ բոլոր ունեցվածքները վաճառի, տեղափոխի Հայաստան, չեմ էլ ասում է տա Հայաստանի Հանրապետությանը նվեր տա, չէ, ոչ մեկ իր բաների կարիքը չունի նվիրատվությունների։ Թող բերի Հայաստանում ներդրում անի այդ գումարները եւ շատ ընտիր կլինի, արդեն մարդիկ կհիանան, կասեն, այ հալալա 3 միլիարդ դոլարի ներդրում արեց Հայաստանում։ Այդ ժամանակ շատերի աչքի լույսը կդառնա, մենք էլ ծափ կտանք ու ինքն էլ կախված չի լինի Ռուսաստանից այդ բիզնեսների տեսակետից, քաղաքացիությունից էլ հրաժարված կլինի եւ 5 տարի հետո կմասնակցի Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին։ Այդ ամեն ինչը հո չենք ասում չէ, բայց ժամանակ կա դրա համար եւ մեթոդներ կա։ Այդ ամեն ինչը հենց որ անի, կարող է մյուս ընտրություններին 5 տարի հետո ես էլ տեսնեմ, որ այդ բոլոր խոսակցությունները, որ ինքը Մոսկվայի պատվերներ ուզում կատարել եւ այլն, հաստատի դուրս եկա, որ մարդը այդպես չի, անմեղ էր։ Բերեց իր միլիարդները Հայաստան, հայրենասեր էր, կախվածությունները Ռուսաստանից կտրեց, կախվածություն չունի, ուրեմն պատվեր չի կատարում։ 5 տարի հետո պարզ ճակատ թող մասնակցի ընտրություններին, ով է ձեռը բռնա։ Պարոն Խուշուջյան, Հայաստանի վարչապետն է անդրադարձել այս դրվագին եւ ասում է, որ այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից, 26-ից հետո այլևս չենք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ նախկին նախագահ։ Դեռ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին էր ասում, որ օլիգարխներ չկան բանում կառավարման համակարգում։ Ըստ էության հիմա 26-ին եւս այս բանը խոստումը ռեբրենդինգ արել էլի ժողովրդին է ներկայացնում, բայց սա այս հայտարարությունը, որ նրանք այս թվարկված ոլորտի մարդիկ ջախջախիչ փոքրամասնություն են լինելու, արդյոք ընտրությունների արդյունքների վրա ազդել չէ։ Ուրեմն սկսենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները ամեն ինչի վրա էլ ազդում են։ Եվ ընտրությունների վրա ոչ մեկ չի ասել, որ քաղաքական հայտարարություններով չի կարելի ազդել։ Բանատրությունները հենց նրա համար են, որ քաղաքական հայտարարություններով մրցեն քաղաքական ուժերը, ովքեր պատրաստվում են ընտրվեն։ Հիմա ինքը ընտրական կոչեր չի անում, քանի որ ընտրական փուլում չենք, իրավունք էլ չունի նման բան անելու, բայց ինչ վերաբերում է օլիգարխներին, ես հասկանում եմ, որ դա նախ եւ առաջ վերաբերում է այս օլիգարխին, որտեղ մենք ունենք այսօր փաստացի մեկ օլիգարխ, որը որ սերտաճած է ռուսական վերնախավի հետ, քաղաքական իշխանությունների հետ, այս կամ այն չափով, հիմա ինքը ուզում է մասնակցի Հայաստանի ընտրություններին եւ դրանով էլ վտանգավոր է։ Հայաստանում օլիգարխներ, նու դասական իմաստով մի օլիգարխ ունենք, անկեղծ ասած, հանուն արդարության պետք է ասել, որ ինչ նշանակում օլիգարխ։ Օլիգարխը նա, որ ինքը մեծ է հարուստ է եւ սերտաճած է իշխանությունների հետ, աֆիլիացված է իշխանությունների հետ։ Այդպիսի մի օլիգարխ ունենք։ Խաչատուր Սուքիասյան։ Ինչո՞, բա Գուրգեն Ախտենյանը։
Գուրգեն Արսենյանը մեծահարուստ է այդքան, ես Բա չգիտեմ, դոլարային միլիոնատեր է ըստ հայտարարագրի։ դե դոլարային միլիոնատերներ ես կարծում եմ մենք մի քանի 100 մարդ ունենք։ Հիմա այդ բոլորին ասել ովքեր որ կապ ունեն իշխանությունների հետ օլիգարխ, ես մի քիչ ավելի մեծ խոշոր բիզնես նկատի ունեմ, հա, ասենք 100 միլիոններից սկսվող։ Հա, ամեն դեպքում էլի ցանկալի չի, բայց ինքը նույն Գուրգեն Արսենյանը հույս ունեմ բիզնեսով էլ չի զբաղվում, որովհետև ինքը падգամավոր եղած ժամանակ կարող էր ազդել այնպիսի որոշումների վրա բիզնեսին վերաբերող, որ իր շահերից բխեր, բայց հիմա քանի որ դեսպան է Ռուսաստանում, գոնե Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որոշումների վրա ազդելու լծակ չունի։ Մնում է միայն Խաչատուր Սուփիասյանը։ Հիմա ես հույս ունեմ մյուս ընտրություններին չի լինի այլևս օլիգարխ, ոչ իշխանությունների հետ աֆիլիացված, ոչ էլ Ռուսաստանից գործուղված։ Հիմա Գագիկ Ծառուկյան օրինակ օլիգարխ չի, որտեղ ինքը իշխանություններից սերտաճաշ չի, ինքը մեծահարուստ է, ազդեցիկ բավականին, բայց ինքը ոչ պարլամենտում, այ միջազգ պարտադիր չի իշխանություններից սերտաճաշը, իշխանության մաս։ Կարող է անդիմադիր լինի, պարլամենտում լինի, դա էլ է օլիգարխ համարվում, եթե նույնիսկ անդիմադիր է։ Որտեղ պարլամենտը ինքը տեղով իշխանություն է, կապ չունի այնտեղ ընդդիմադիր падգամավորը, թե իշխանական падգամավորը։ Քանի որ Գագիկ Ծառուկյանը չունի այնտեղ ֆրակցիա եւ ինքն էլ падգամավոր չի, ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական, իրեն օրինակ օլիգարխ համարել չի կարելի։ Դասական իմաստով։ Հա, ինքը ազդեցիկ կա, որտեղ շատ մեծ գումարների է տիրապետում, քաղաքական ցանց ունի, այդ քաղաքական ցանցը եթե կիրառի, օգտագործի եւ հանկարծ հաջողի մտնի խորհրդարան, այ կդառնա նոր օլիգարխ ունենանք խորհրդարանում։ Որը որ անընդունելի է, իրականում պետք է ինչ-որ մեխանիզմներ օրենսդրական նաև մտածել, որ ընդհանրապես բացառվի դա։ Թող բիզնեսմենները զբաղվեն բիզնեսով, ամենայն հարգանքով բոլոր բիզնեսմենների հանդեպ, որոնք որ այո, նաև համախառն ներքին արդյունք են ստեղծում, բարեկեցություն են ստեղծում պետության համար, բայց պետք չի, որ իրանք նաև ազդեն որոշումների վրա, որտեղ դա կարող են օգտագործել կամ նույնիսկ եթե չօգտագործեն էլ իրենց կարող են մեղադրել դրանում, որ իրենք կարող են օգտագործել այդ իշխանությունը իրենց բիզնեսների օգտին։ Հարկերից խուսափելու համար, հարկայինի պետի վրա ազդելու համար, որ աչք փակի շատ տեղերում հարկ չմուծելու վրա, իսկ այդպիսի լուրեր գիտենք նույն Խաչատուր Սուփիասյանի տարբեր բիզնեսների մասին։ Այնպես որ ցանկալի է, որ ինքը էլի պարզ ճակատով մտնի հանրային դաշտ կամ բիզնեսով զբաղվի կամ քաղաքականությամբ, բայց դա էլ նենց չի, էլի որ ասում են դե մենք հավատարմագրային կառավարման ենք հանձնել մեր բիզնեսները եւ հիմա մենք մաքուր քաղաքականությամբ ենք զբաղվում։ Գիտենք չէ որ տենց Պարոն Խուշուձյան, բայց երբ ասում են ժողովրդավար պետություն է, ժողովուրդն է, ընտրողն է իր քվեով որոշելու, Նիկոլ Փաշինյանը հիմա ինչպես է վստահ հայտարարում, որ նրանք չեն լինելու։ Բա որ ժողովուրդը գնա եւ միամիտ Սամվել Կարապետյանի ուժին ընտրի, Քոչարյանին ուժի, որը նախկին նախագահ է, Լևոն Տեր-Պետրոսյանի ուժին ընտրի, չնայած որ Տեր-Պետրոսյանը իր դեմքով չի մասնակցում, Սերժ Սարգսյանին ընտրի։ Ու ինչ Բավորը մեկնաբան չեն բավոր ասում է չեն լինելու քաղաքական դաշտում, բայց եթե ընտրողն է որոշելու, Փաշինյանն ինչպես է այս պահից ասում, որ չեն լինելու։ Ինձ եք հարցնում, իրեն հարցրեք։ Ու ես Փաշինյանի մամլի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ իր ասածները։ Ենթադրում եմ իր ցանկությունն է հայտնել։ Ես էլ եմ ուզում, որ այդպիսի բան չլինի, որ ինչ որ ազդեցություն կունենա ունենալով վարչապետի լծակներ օրինակ։ Այդտեղ վարչապետի լծակները բավարար չի, ես արդեն ասացի, այդտեղ օրենսդրական կարգավորումներ ա պետք, որ սահմանափակումներ լինի, որ միայն այդ հավատարմագրային կառավարման հանձնելով այդտենց աչքակապություն չարվի, էլի, որ ասեն մենք էլ օլիգարխ չենք, բիզնեսմեն չենք, քաղաքական գործ չենք։ Պարոն Խուշուձյան, Վենսի այցից հետո եթե այդ հուշագիրը դառնա իրականություն, Հայաստանում ապրող ընտանիքներից յուրաքանչյուրը միջինում $12,000 նոր պարտք է ստանձնելու իր ուսերին։ Ռոբերտ Քոչարյանն է ասում է ճիշտ է 9 միլիարդ դրամի մասին խոսակցությունները քրոտնիկ են մի բաժակ ջրում, դազուտ բանակցություններն ավարտելու մասին փաստաթուղթ է եւ կարող է տարիներով իրականություն չդառնա։ Ասում է, բայց եթե դառնա էլ
նոր պարտք է գալու ժողովրդի ուսերին Վենս եկավ հավանական պարտքը ըստ Ռոբերտ Քոչարյանի դրեց հայաստանցիների ուսերին եւ թողեց գնաց ձեր մեկնաբանությունը Նարեկ ջան, դու ես լավ հարցեր տալիս Քոչարյանից, որ հանդիպում ես այն մյուս անգամ իսկես գորդորեն մի հատ տարական տնտեսվարման որևէ դասագիծ տանես ու միջից սկսես հարցեր տալ։ Ու տեսնենք թե այդ մարդը ոնց է 10 տարի ղեկավարել Հայաստանը, տարական գիտելիքներ չունենալով տնտեսագիտությունից։ Ասենք մասնավոր ներդրումները ոնց կարան պետական պարտք դառնան քաղաքացիների ուսերին։ Եթե ինչ-որ մեկը բերում է Firebird-ի մեջ, այսինքն այդ բարձր տեխնոլոգիական արհեստական ինտելեկտի այդ բանը ֆաբրիկան որ սարքում են, ներդրում է անում։ Մեր վրա ոնց է դա բեռ լինելու, կարող եք ինձ բացատրել, դուք տնտեսագետ չեք, բայց հաստատ այդ տարական գիտելիքներին տիրապետում եք, որ չի կարող այդպիսի ներդրումը պարտք դառնա մարդկանց ուսերին։ Պարտք է դառնում միայն պետական մասնակցություն, եթե պետությունը ինչ-որ մի հատ ներդրում անի, այ օրինակ, եթե տրիպի մեջ պետությունը ներդրում անի, դա եթե ինքը իր գումարով չանի, այլ պարտք վերցնի դրա համար ներդրում անի, դա կարող է դառնալ պետական պարտք, ասենք մի 100-200 միլիոն է այդ տրիպը լնելու կամ չգիտեմ 500 միլիոն, այդ 100 միլիոնը միջից պետությունը անի, բայց կներեք, եթե այդ ներդրումը արվում է, հետո այդ ներդրման հիման վրա շահույթ է սկսում ստանալ պետությունը, ուրեմն դա արդարացված ներդրում է։ Հետո մեզ ատոմակայանի հետ կապված է ասում։ Նույնը ատոմակայանի հետ կապված։ Հիմա օրինակ տարբեր սխեմաներ կա։ Ռուսաստանը Ակկույում որ կառուցում է Թուրքիայում 20 միլիարդ դոլար արժողությամբ ինքը ներդրում է անում, ոչ մի կոպեկ Թուրքիայից չեն ծախսում։ Ինքը ներդրում է անում է, տեխնոլոգիան բերում է, Թուրքիայում աշխատատեղեր բացում է, որտեղ աշխատողները բոլորը թուրքեր են այնտեղ, բացի մի քանի մասնագետներից։ Այդ ամեն ինչը անում է, բայց մի պայմանով, որ հետո շահույթը ինքը պետք է ստանա։ Այսինքն Թուրքիան ստանում է աշխատատեղեր, հարկեր եւ էլեկտրաէներգիա։ Ռուսաստանը ստանում է շահույթ ներդրման դիմաց։ Ճիշտ է, քանի որ ուշացրել է հիմա կարող է 50%-ը ձեռից թուրքերը առնեն, որտեղ պայմանագրային խախտումներ արել։ Հիմա տենց բանակցություններ ա գնում, հեչ չի ուշացրել է 20 միլիարդն է, բացվում է քիչ է, 25 միլիարդ է արդեն գինը դարել։ Չեն կարող 20-ում տեղավորվեն։ Դրա համար էլի կանգնած է, մինչև հիմա չեն կարող ավարտի հասցնեն։ Արդեն երրորդ տարին է, 23 թվին պետք է ավարտեին, նույնիսկ պաշտոնական ձևական բացում արեցին, իբր 100-ամյակին նվիրված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ֆլան ֆստան, վերջը չկարացան տենց է բացեն, մինչև հիմա բացած չի։ Բայց ամեն դեպքում, եթե կարողանան անեն, դա լինելու է բացառապես արտաքին ներդրում, բայց դա Թուրքիան որևէ պարտք իր վրա չի վերցնում։ Ուղղակի ինքը հետո այդ էներգիան առնելու է իր բնակչությունը։ Ռուսաստանի վրա, քանի որ ամեն դեպքում Ռոսատոմը պետական փակbaşնետիրական ընկերություն է, այսինքն պետական փայաբաժին կա այնտեղ։ Ամեն դեպքում պետության վրա այո, այդ պարտք կա նստում, որտեղ ինքը այդ գումարը ինչ որտեղից վերցել է ներդրում արել, բայց այդ պարտքը, եթե հիմա սկսի այդ ատոմակայանը գործել շահույթ ստանալ, այդ պարտքը արդարացված է դառնում, որտեղ այդ շահույթը վերադառնում է բյուջեի արդեն ավելի շատ մասով, որտեղ $1 ներդնում ես, օրինակ $1.20 ցենտ ստանում ես, կամ չգիտեմ, $1.5 ստանում ես։ Այդ էլ բիզնեսի ձև է, պետական բիզնես է ուղղակի այդ։ Ռուսները շատ են սիրում այդպես բաներ, որը հակացուցված է, պետությունները լավ բիզնես չեն կարողանում անել։ Դա ցանկացած տնտեսագետ ձեզ կասի։ Դրա համար աշխատում են թողնել բիզնեսը բիզնեսմեններին, իրանք զբաղվեն կառավարմամբ, պայմաններ ստեղծեն բիզնեսի համար։ Նույնը ստեղ է։ Եթե մենք գիտենք, որ շատ շահութաբեր մի հատ ձեռնար կա լինելու դա, եւ մեջը, ասենք, մենք 10% ներդրում անելով 10% շահույթի 10%-ը ստանալու ենք, որ ավելի մեծ գումար ալնելու, ասենք 10 տարվա կտրվածքով, քանց մեր դրած գումարը, ուրեմն արժի այդ պարտքը վերցնել անել։ Տնտեսագիտական հաշվարկներ կա, հասկանում եք, բայց էլի եմ ասում, այդ 9 միլիարդի մասին չի խոսքը, որտեղ այդ 9-ից 4-5 միլիարդը այդ Firebird-ներ, այն մնացած ատոմակայանը հələ པարզ չի, ով է դնելու, ինչ է անելու, կարող է էլի մասնավոր ներդրում ունի, ռուսների պես մեկը գա ասի, մենք ամեն ինչ դնում ենք, բայց մեզանից բան չուզեք, մենք հետո վաճառելու ենք, շահույթը տանենք։ Հայաստանի մնա մենակ հարկերը եւ աշխատատեղերը եւ սոցիալական լավ վիճակը ավելի եւ էլեկտրաէներգիան։ Ինչ գիտենք, հələ դա որոշված չի, ասենք ինչա Կիկոսի մահի շրջանակներում սկսել արդեն վայ Կիկոս ջան, վայ բալա ջան, հեսա պարտքերը վզներից գալու է 12000
պետք է մտածում անհանգիստ ապարտքերի մասին, այդ թալանած ունեցվածքը թող վերադարձնի հանրությանը, այն դատական ակտերի շրջանակներում, որ շուտով կլինեն հուսով եմ, այդտեղ ահագին մեր պարտքը պետական արտաքին պարտքը կնվազի։ Պարոն Խուշուդյան, նաև թեր հավատորեն մոտեցավ ընդդիմությունը, այդքան էլ ոչ արժեքավոր համարեց հետախուզական ԱԹՍ-ների գործարկը Միացյալ Նահանգների հետ, եւ ասում են դա ինչ հարց է լուծելու, ասում են Իրանի համար են բերել, հա, որովհետեւ ասում է դե համ ասում եք Ադրբեջանի հետ խաղաղություն է, համ էլ հետախուզական ԱԹՍ եք բերել, այ ուրեմն Իրանի համար եք բերել։ Դուք ինչ եք կարծում, Միացյալ Նահանգները որևէ կերպ, ինչպես մեր ընդդիմությունն է կարծում, իշխանության քննադատները, կարող է դիտար տարածք օգտագործել Իրանի հետ կապված, թե ոչ։ Տեսեք, լրիվ իրանց ձեռ են առել, այսինքն հենց մի քիչ պաշտպանական ծախսեր նվազում են, համաշխարհային վայնասուն են դնում, վայ, հեսա հատուկ նվազեցնում են, որ մեր բանակը թուլացնեն, որ Ադրբեջանին հանձնվենք եւ այլն։ Հենց մի հատ նորագույն զենք է գալիս, ասում են, վայ, ինչ եք զենք առնում, բա ասում եք խաղաղություն է, կարող է Իրանի դեմ է։ Ծերեք արես, չեմ հասկանում։ Իրանք լսում են, ինչ են խոսում, ինչ են ասում։ Թե ասենք, քանի որ օպոնենտ չունեն, երբեք բանավեճերի չեն մասնակցում, գնում են ասենք իրանց 5-րդ ալիքներով մենախոսություն են անում, իրանց լրագրողներն իրանց ծափ են տալիս, հələ լավը գոնե մեկ-մեկ ձերպես լրագրողների ռաստ են գալիս, որ մարդկանց սրտից ինչ որ հարցեր է իրենց ուղղում, որ իրանք էլի չեն կարողանում պատասխանել եւ երևի շատ փոշմանում են, որ ընդհանրապես ինչի են շփում լրագրողների հետ, այնա իրանց ընտրյալ լրագրողների հետ մենակ շփվեին ու տենց հայտարարակ իրավիճակներում չէին հայտնվել, էլի։ Դա այդ ամեն դեպքում ճիշտ է, դա ռազմական գնում էր եւ այլն շատ մանրամասներ էլ չեն հայտնում, բայց ամեն դեպքում հիմա տպավորություններ այդ մեկն էր, որ առե բերել էին նախագահականում, թե ինչ որ մի քանի խումբ է, մի հատ չէ, խմբականական տասնյակներ, հիմա կարող է ես թվեր ասեմ, չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց մի հատ եւ ընդ որում դա այնպես զենք է, որ ցանկացած մեկը, ով որ մեր դեմ հարձակվի, այդ զենքը դրա դեմ կարելի է օգտագործել։ Ի տարբերություն ռազմանավակների, որը որ հաստատ Հայաստանի դեմ Ադրբեջան չի կարող օգտագործել, որտեղ Կասպից ծովից այդ ռազմանավակները չի կարող բերի հայ-ադրբեջանական սահմանի մոտ։ Նույնիսկ քուր գետով չի կարող մոտեցնի։ Բայց եթե հետախուզական է, ինչպես են դա օգտագործելու, պարոն Խուրշուդյան, մեր դեմ ԱԹՍ-ները։ Դու Նարեկ ջան, ես գիտեի, դու ռազմական գործից մի քիչ գիտես, դու ծառայել ես, չէ՞։ Տեսեք, չէ՞ որ դուք ասում եք դա պաշտպանակ հետախուզական է, հարձակման։ Հետախուզականը հարձակման հետ ուղիղ կապ ունի։ Ինչն են հետախուզում, թշնամու օբյեկտները, կոորդինատները որոշում են, այսինքն ինքը բարձրանում է վերև, վերևից մեծ հեռավորության վրա գտնում է թիրախը, թշնամու, կոորդինատները տալիս է հրետանուն, հրետանին դնում խփում է։ Այդ հետախուզականը ինքը մի օբյեկտն է հետախուզական, բայց համալիրի մեջ ինքը հարձակողական է։ Այսինքն հրետանին առանց այդ հետախուզականը չի կարա ճշգրիտ խոցի թշնամու իրախները, չէ՞։ Լավ, որտեղ մի այսպիսի տեղեկություն էլ էի լսել, որ ասում էին հարձակողական բաղադրիչ ունի, դրա համար այդ հարց տվեցի, որ լրացուցիչ ինֆորմացիա կորզեմ ձեզանից։ Ամենամեծ հարձակողական բաղադրիչը հենց դա է, որ ճիշտ կոորդինատա տալիս հրետանուն, հրետանին մի հատ համազարկով խոցում է թանկանոց մի հատ, ասենք, համակարգ, զենիթահրթիռային օրինակ կամ տանկ, որ արժի մի քանի միլիոն կամ նույնիսկ 10-15 միլիոն ու մի հատ, ասենք, 500,000-անոց հրթիռով ճշգրիտ խոցում է։ Իսկ եթե այդ հետախուզականը չլներ, մոտավորապես իմանային որտեղ են այդ տանկերը, պետք է հարյուրավոր հրթիռ խփեին, որ դրանցից մեկը կամ կպներ կամ չկպներ, այտենց ոչ մեկ տանկ չի խփում այտենց, էլի։ Կամ ցանկացած օբյեկտ։ Եվ ինչ եք կարծում, Ռուսաստանը պատրաստ կլինի հրաժարվել երկաթուղու կառավարումից, թե ոչ, Նիկոլ Փաշինյանն է նման միտք ասել, ասում է վաճառի Ռուսաստանի եւ Հայաստանի համար բարեկամական համարվող պետության, դա կարող է լինել Ղազախստանը, Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը։ Լսել եմ այդ լավ առաջարկ է, հետաքրքիր գաղափար է։ Իրոք, եթե չի ուզում կոշտ ձևով ուղղակի այն քրեական գործի շրջանակներում, որը կա ռուսական երկաթգծերի վրա
եւ որով լրիվ հիմք կար զրկել ուղակի կոնցեսիայից, բայց չի ուզում տենց սրի հարաբերությունները, տենց խաթրով է ուզում լուծի այդ հարցը, բայց ես կասկածում եմ ռուսները այդ համաձայնվեն դրան։ Նույնիսկ հաշվի առնելով նույնիսկ նա, որ երկաթգծերը ռուսական հիմա հսկայական պարտքեր ունեն եւ հիմա պետությունից փող են մուրում, որ ոնց որ իդեպ ոչ միայն իրանք, շատերը են հիմա մեծ բան կար, չէ, կառուցապատող կար, սամալյոտ էր կոչվում, կարծեմ, այս երկու օրը բանկրոտ եղավ։ Իսկ դա հսկայական համակարգային հարված է հասցնելու, ոնց որ մի հատ խոշոր բանկ բանկրոտ լինի Ռուսաստան տնտեսությանը եւ շատերը ասում են, որ դա սկիզբն է ընդամենը, որտեղ դրապես տասնյակ խոշոր ընկերություններ կա, որ հիմա խնդրում են պետության, ասում են մեզ օգնի, իսկ կոնկրետ համալյոտը 50 միլիարդ ռուբլի էր խնդրում։ 50 միլիարդ, համարյա 1 միլիարդ դոլար է 50 միլիարդ ռուբլի։ Մի քիչ պակաս, մի 800 միլիոն։ Ասում էր նույնիսկ պատրաստ եմ իմ պաթետիկ կեսը տամ քեզ սեփականություն, այսինքն ասում են պետություն արի սեփականատեր դառի մեր բիզնեսներին, մենակ թե փոխտում որ բիզնեսները վարի չգնան, որտեվ չկա, փող չկա։ Դե բայց որ մեկին Ռուսաստանի պետությունը ֆինանսավորի, երբ որ ինքը արդեն բյուջետային դեֆիցիտ ունի։ Չի կարողանում աշխատավարձերի հարց լուծի։ Այս առաջի ամիսներին նույնիսկ արդեն այդ խնդիր ունի։ Ինչի որտեղ նավթը չի կարող ծախի։ Ամերիկան այս վերջի սանկցիաների պատճառով հələ Չինաստանը մի քիչ այդ Հնդկաստանի չարած նավթից առնում էր, բայց հիմա Չինաստանն էլ արդեն չի առնում։ Հիմա տասնյակներով լողացող դրեյֆ անող, այսպես ասած, բաներ կան։ Նավթ տանկերներ, նավթ տեղափոխող տանկերներ կան, որոնք որ ասենց ուղակի լող են տալիս օվկիանոսներում, չգիտեն ուր տանեն այդ նավթը ծախեն։ Համարվում է ուղակի պահեստարաններ, լողացող պահեստարաններ։ Բայց եթե երկաթուղին ըստ Նիկոլ Փաշինյանի հիմա ասում են, որ հա ձեր սեփականությունն է, բայց ռուսներն են կառավարում, դրա վրայով չեն կանցնի դառնա։ Մի քանի օր առաջ, 1-2 ամիս առաջ ինչպես էր ասում, արեք ներդրում արեք, դուք էլ մասնակցություն ունեցեք։ Ինչ փոխվեց ընթացքում։ Ում էր ասում ռուսներին։ Հա։ Ռուսներին ասում էր կոնկրետ երկու տեղ, այն Գյումրիի հատվածը եւ Նախիջևանից Հայաստան մտնող հատվածը։ Բայց դե ինքը ասեց ինչի է փոխվել, որտեվ զգում է այդ ազդակները արևմուտքից, որ իրոք ավելի գերադասում են, գերադասելի են համարում Ղարսով դեպի Նախիջևան Թուրքիայով անցնող, այսինքն Ղարսի գդիր Նախիջևանը, քանի որ ռուսները այդտեղ կապ չունեն, ավելի ասում են ավելի մի քանի միլիարդ է ծախսեն կտեն նոր կառուցեն, քան թե ռուսական վերահսկողության տակ երկաթգծերով մեր ապրանքները կնան գան։ Այդ նոր ինֆորմացիա է, օրինակ ես չգիտեի, որ արևմուտքից տենց ազդակներ կան։ Ես ենթադրում եմ, որ կլինեն ու դրա մասին խոսել են, եւ ոչ միայն ես։ Շատ վերլուծաբաններ զգուշացնում են, որ եթե ուզում եք ստե տարանցիկ լոգիստիկ հաբ դառնա Հայաստանը, այդ լոգիստիկ հաբի կարևորագույն հատվածը ռուսներին թողելով ուղղակի խցան եք պահում։ Ոչ մեկ չի համաձայնվի իր ապրանքները բերի ռուսական երկաթգծերով, Ռուսաստանի տնօրինման տակ գտնվող երկաթգծերով անցուդարձան։ Ամերիկայից թե Եվրոպայից արևմուտքից որ ազդակներ կան։ Ներդրողները հիմնականում արևմուտքում են, կամ Եվրոպայում են, կամ Ամերիկայում ավելի շատ։ Այսինքն էլ որտեղից Չինաստանը հոչի, չինացիներն էլ ունեն ներդրողներ, բայց իրանք չկան այս տեղերում ներդրող որպես այս ծրագրերի մեջ։ Կուզենային իրանք, որտեղ մեկ գոտի, մեկ օղի շրջանակներում իրենք կուզենային մտնեն, բայց այդ հնարավորությունը չունեն եւ պետք է չի որ մտնեն, որտեղ շահի բախում կառաջանա։ Ով որ վերսել է հիմա ուզում է դա հասցնի ավարտին, թող հանգիստ տանեն, այսինքն ամերիկացիները։ Եվ վերջում պարոն Խուրշուդյան, Միացյալ Նահանգների հետ այս պայմանավորվածությունների, ստորագրությունների ֆոնին արդյոք չի ստորադասվում Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը, ինչ տպավորություն ունեք։ Չէ, ինչու է ստորադասվում։ Եվ վերջին անգամ երբ են իշխանությունները խոսել Եվրոպական միության անդամակցությունից։ Նարեկ ջան, շաբաթը մեկ հայտարարություն չեն անելու։ Օրենքը ընդունվել արդեն վերջ։ Օրենքը ընդունվել է, ընդամենը մի ամիս առաջ դեկտեմբերին խորացված ավելի ընդլայնված համաձայնագիր ստորագրվեց։ Հիմա ուզում եք ամեն ամիս մի համաձայնագիր ստորագրում, որ գո մնաք, չասեք խեք ամերիկացիների հետ շփում, եվրոպացիների հետ չեք շփում։ Չէ, այնպես չի որ իդեպ Ամերիկայի հետ զարգանում հարաբերությունները նշանակում է Եվրոպայի հետ չի զարգանում կամ նվազում է կամ մեկը մյուսի հաշվին է։
Ինչի՞ եք տես պատկերացնում, չէ, այն էլ կա, այն էլ երկուսն էլ զարգանում են շատ ինտենսիվ ձևով։ Շնորհակալություն, պարոն Խոշոյանի հարցազրույցի համար։ Համեցեք։